Վրաստանի տարածքում թուրքական C-130 ռազմատրանսպորտային օդանավի կործանման հետևանքով զոհված բոլոր 20 զինվորականները ծառայում էին Թուրքիայի ռազմաօդային ուժերում։ Նրանք օդաչուներ են օդանավի տեխնիկական սպասարկման, օդային մատակարարումների, օդային լոգիստիկայի մասնագետներ, զինվորական տարբեր կոչումներով գնդապետից մինչև սերժանտ։ Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հրապարակել է նրանց բոլորի անուններն ու լուսանկարները։ Օդային փոխադրամիջոցը ադրբեջանական Գանջայից էր թռչում Թուրքիա։ Օդանավի կործանումից անմիջապես հետո դեպքի վայր են ժամանել որոնողափրկարարական խմբեր։ Օպերացիան շարունակվել է ամբողջ գիշեր։ Ավիավթարի վայրում են եղել Վրաստանի պաշտպանության ու ներքին գործերի նախարարները։ Աշխատանքներին ներգրավվել են նաև զինվորականներ։ Վրացական կողմը հայտնել է, որ օդանավը վթարային ազդանշան չի տվել եւ ռադարների էկրանից անհետացել է Վրաստանի օդային տարածք մուտք գործելուց րոպեներ անց։ Աշխատել է նաև թուրքական անօդաչու սարքը, որին հաջողվել է հայտնաբերել կործանված օդանավի ևս երկու բեկոր։ Ահա կարող եք տեսնել օդանավի դռները, այն կողմում էլ մյուս բեկորները։ Վթարից հետո չթողեցին մոտենալ, սա մեծ ողբերգություն է, ամեն ինչ կրակի ու ծխի մեջ էր, մենք ոչինչ չկարողացանք տեսնել ու հեռացանք։ Օդային աղետի մի քանի վարկած է շրջանառվում, առաջինը տեխնիկական անսարքություն, կապված օդանավի երկրաշահագործման ու կմախքի հավանական քայքայման հետ։ Երկրորդը բեռի սխալ ամրակցում, որը տուրբուլենտության կամ կտրուկ մանևրի ժամանակ կարող է հանգեցնել տեղաշարժի և ներքին լուրջ վնասման։ Թուրք փորձագետները քննարկում են նաև երրորդ վարկածը՝ օդանավի վրա արտաքին ազդեցությունը։ Կործանման պատճառ կարող է լինել նաև ԱԹՍ-ի օգնությամբ հարվածը, քանի որ օդանավի ընկնելը տարբերվում էր սովորական վթարից։ Ըստ փորձագետների նախ պոչն է առանձնացել, ինչից հետո օդանավն է ընկել։ Բացի այդ, կասկած է հարուցում նաև օդանավի անհետացումը ռադարներից, նախքան օդաչուները կհասցնեին վթարային ազդանշան տալ։ Օդանավի կործանման հանգամանքների քննությունը շարունակվում է։ Հստակություն կլինի, երբ վերծանվեն սև արկղերի ձայնագրությունները։ Օդանավի կործանման լուրը ստանալուն պես Թուրքիայի նախագահն ընդհատել է Անկարայում ելույթը և ցավակցել զոհվածների հարազատներին։ Ադրբեջանдан Խորվշտով տեղեկացանք Ադրբեջանից մեր երկիր թռչող ռազմական օդանավի կործանման մասին։ Մենք շարունակում ենք գործակցել պետական մարմինների հետ վթարի վայր մուտք ապահովելու համար։ Հուսով եմ այս աղետից դուրս կգանք նվազագույն կորուստներով։ Թող Ալլահը ողորմություն շնորհի մեր նահատակներին։ Եկեք մեր աղոթքներում նրանց հետ լինենք։ Թուրքիան սգում է, զոհերի հարազատներն էլ սպասում են մարմինների վերադարձին։ Իմ որդին նահատակվել է, մեր երեխան զոհվել է, ես էլ կպայքարեմ այս երկրի համար ու նահատակ կդառնամ։ Նրանք Ադրբեջան էին գնացել, պետք է մասնակցեն շքերթին ու վերադառնային։ Նա ասաց, որ արդեն վերադառնում են։ Իմ ցավակցությունը մեր ժողովրդին։ Որդիների նահատակության բոթը հարազատներին հանձնելուց հետո նրանց բնակարանների պատուհաններից կախվել է Թուրքիայի դրոշը։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։